ավելի ծանր վիճակում երևի թե հայտնվում էին ժամանակ, երբ որ ինձ հարցնում էին հիմա տեսնում ես թե չէ, ինչ ես տեսնում, աստիճանաբար էր մարում տեսողությունը, անընդհատ հարազատներս հարցնում էին հիմա ինչ ես տեսնում։ Քո առանձնահատկությունը դա բժիշկների բաց թողման արդյունքում առաջացած հարց է, հա եղել։ Այո, դա բժիշկների թույլ տված սխալի պատճառով է։ Այդ խնդիրը մինչև օրս լուծում չի ստացել։ Ես 6 ամսական էի, երբ որ խնդրի մասին հասկացան ծնողներս, նկատեցին, որ այսպես ասած աչքերիս պահվածքը մի փոքր այլ էր։ Ինչ էր քեզ հետ տեղի ունենում ամեն վիրահատությունից հետո, երբ առաջ էր գալիս հույսի հանգամանքը, հույսի նշույլը, շատ մեծ հույսեր չէի փայփայում, անձամբ ինձ չհիասթափեցնելու համար, բարձրապես մտածում էի, թե այն ինչ որ կատարվում էր ինձ հետ, ինչու հենց ինձ հետ պիտի կատարվեր, այլ ոչ թե ուրիշի։ Երևի թե աշխարհը միայն տեսնելով չեն ճանաչում, եւ հավանաբար քո աշխարհը շատ ավելի գեղեցիկ է։ Երգիչ լինելու համար միշտ չի, որ աչքեր են պետք։ Ինչն է ամենաշատը գնահատում կանանց ու աղջիկների մեջ։ Շատ մեծ կարևորություն են տալիս մարդու ներքին գեղեցկությանը։ Ամենաշատը ինչ կուզեիր կամ ում կուզեիր տեսնել։ Հաղորդման հովանավորներ Lions Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, LeBrand ռեստորան, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations, Implantum USA Dental Group, Dr. Sarkis Papazian, Star Life Group, Elysee House Restaurant, Aroma International Marketplace, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you are about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր թողարկումը։ Մենք շատ շնորհակալ ենք եւ ուրախ, որ դուք շարունակում եք մեկնաբանել, տարածել մեր տեսանյութերը։ Մենք էլ շարունակում ենք աշխատել եւ Միացյալ Նահանգների մեր տաղավարում այսօր մի մարդ է, ով չափազանց հետաքրքիր է լսարանին եւ առաջացնում է ամենատարբեր էմոցիաները։ Դրական այսօր Միացյալ Նահանգների մեր տաղավարում Հայ Սուպերստար 6-րդ եթերաշրջանի հաղթողն է Արեգը Գալստյան։ Ողջույն Արեգ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավիրելու համար։ Մենք ենք շնորհակալ, որ ունենք այս հնարավորությունը քեզ հետ զրուցելու։ Արեգ, ես օրեր առաջ ձեր Միացյալ Նահանգների համերգին էի Ալեքս թատրոնում եւ պիտի ասեմ, որ մարդիկ քեզ ընդունում էին չափազանց ջերմ, չափազանց
մեծ ուրախությամբ, զգում ես արդյոք դու լսարանի այս չափ ջերմությունը քո անձի նկատմամբ։ Իրականում զգում եմ եւ ուզում եմ ասել, որ զգում եմ հենց այն ժամանակ, երբ որ ես բեմ եմ բարձրանում, որովհետեւ իմ բեմ բարձրանալուց հետո հնչող ծափահարությունները ուղղակի ասում են մի բանի մասին, որ այն հանդիսատեսը, որ նստած է քո դիմաց, պարզապես սիրում է քեզ ու մեծ հաճույքով կլսի այն, ինչ որ դու պատրաստվում ես կատարել։ Նախագիծը հաղթելը վստահ եմ այնքան էլ հեշտ չի եղել քեզ համար, ոչ միայն փուլերը հաղթահարելու տեսանկյունից, այլ նաև հոգեբանական տեսանկյունից, որքան էլ որ վստահ եմ մթնոլորտը առողջ եւ ջերմ մթնոլորտ եղած լինի, ծանոթ լինելով եւ ժյուրիի անդամներին, եւ աշխատակազմին, եւ մասնակիցներից ոմանց, միևնույնն է դա պայքար է եւ միևնույնն է դա մրցակցություն է։ Այն ինչպիսին էր մթնոլորտը Ետնաբեմում նախագծի ընթացքում։ Իրականում կուզենամ խոսել այն մասին, որ նախագծին մասնակցություն ունենալը ինձ համար առավել դժվար էր, որովհետև ես մի փոքր ուրիշ երգիչ էի, կարելի է ասել, մինչև նախագիծ գալը եւ նախագծից հետո շատ մեծ փոփոխություններ եղան իմ կյանքում։ Իսկ մթնոլորտի մասին պարզապես կասեմ, որ ես շատ ուրախ եմ, որ հայտնվեցի այդտեղ, շատ շնորհակալ եմ Շանթ հեռուստաընկերությանը ինձ այդ հնարավորությունը տալու համար, որովհետև դա այնտեղն էր, որտեղ որ ես ընդունվեցի այնպես, ինչպես որ ես կամ, ինչպիսին որ կամ։ Ես վստահ եմ, որ մարդիկ ընդունել եւ սիրել են քեզ ինչպիսին որ դու կաս եւ քո առանձնահատկությունը նաև շատ-շատերի համար գուցե օրինակ է, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները եւ որոշակի դժվարություններ անգամ կարող են դառնալ պարզապես երկրորդական պլանում հանգամանքներ։ Կուզեի խոսել նաև առանձնահատկության մասին հենց մանկությունից սկսած, այնպիսին է եղել քո մանկությունը, Արեգ, կպատմես մեզ։ Ես ունեցել եմ շատ լավ մանկություն, պարզապես հրաշալի մանկություն, որովհետև ես մեծացել եմ ընտանիքում, որտեղ որ իմ խնդիրը ի հայտ գալուց հետո ոչ մի բացասական երևույթ տեղի չունեցավ, ամեն ինչ մինչ օրս շատ կարգին է, շատ նորմալ է եւ ինչ վերաբերում է իմ մանկությանը, նույնպես բացառություն չի եղել, ունեցել եմ հրաշալի մանկություն եւ հրաշալի ընտանիքում մեծացել եմ։ Որքանով որ ես տեղյակ եմ, եթե չեմ սխալվում, քո առանձնահատկությունը դա բժիշկների բաց թողման արդյունքում առաջացած հարց է, հա, եղել։ Այդպես է դա։ Այո, դա բժիշկների թույլ տված սխալի պատճառով է եւ այդ խնդիրը մինչև օրս լուծում չի ստացել, բայց կարծում եմ, որ դա զուտ ժամանակի հարց է մեր դարում, այսպես ասած։ Արեգ, քանի տարեկան ես այդ ժամանակ եղել, երբ այդ առանձնահատկությունը բժիշկների սխալի պատճառով առաջ է եկել։ Ես 6 ամսական էի, երբ որ խնդրի մասին հասկացան ծնողներս, նկատեցին, որ աչքերս, այսպես ասած, աչքերիս պահվածքը մի փոքր այլ էր, քան սովորական վիճակը, այսպես ասենք, եւ գնացինք բժշկի, պարզվեց, որ այսպիսի խնդիր կա արդեն։ Արեգ, յուրաքանչյուր մարդ, երևի յուրաքանչյուր էմոցիոնալ մարդ կյանքի որոշակի փուլերում, երբ արդեն գիտակցում է առանձնահատկության մասին եւ այլն, որոշակի մեղադրելու զգացում բժշկությանը, բժիշկներին տվյալ անձանց կարող է ունենալ։ Այդ քեզ մոտ տարբեր տարիքային փուլերում առաջ է եկել այդ մեղադրելու ցանկությունը։ Երբ որ փոքր էի, դա շատ էսպես վառ էր արտահայտվում, երբ որ ինքս ինձ հետ էի, երբ որ միայնակ էի, հենց այդ ժամանակ։ Իսկ առհասարակ ես այդ մասին այդքան շատ չեմ խոսել, թե ընտանիքի անդամների հետ, թե ընկերների հետ, ես չեմ ասել, վայ, այսպես արեցին, այնպես արեցին, ես ընդհակառակը կենտրոնանում էի
խնդիրները լուծելու վրա, հաղթահարելու վրա, նույնիսկ այս պայմաններում։ The Grigorian Law Firm այն անվանումը եւ հասցեն, որ տեսնում եք ձեր էկրաններին, պետք է հիշել ավտոպատահարների, շարունակելու կամ դժբախտ դեպքերից անմիջապես հետո։ Այս հասցեում ձեզ կօգնեն իրավաբանական աջակցություն ստանալ եւ միաժամանակ իհարկե նաեւ ձեզ զգալ ապահով։ Will & Trust-ի պարագային եւս այս գրասենյակը ունի երկար տարիների աշխատանքային փորձ եւ ուրախ հաճախորդներ։ Աննա Գրիգորյանն է այս պահին իմ կողքին եւ մենք խոսելու ենք մի շատ կարեւոր թեմայի մասին։ Խոսքը medical-ի մասին է։ Ընդունված էր համարել, որ այն մարդիկ, ովքեր հաստատվում են այդ փաթեթի համար, պետք է ունենան ցածր աշխատավարձ կամ սահմանափակ երևի թե ունեցված։ Սակայն 2024-ից որոշակի փոփոխություններ եղել են օրենքում, կցանկանենք այդ մասին տեղեկանալ նաև ձեզնից։ Հարցերը շատ են լինում, թե ինչի այս մարդը, որ ունի տուն, բիզնես, կարողանում է medical ստանա, որովհետև այդ ավելի low income ընտանիքների համար է։ 24-ից medical-ը այդ asset income limit-ը հեռացրեց եւ էլ չեն համեմատում դրանով։ So ավելի շատ մարդիկ են կարողանում medical ստանալ։ Բայց այդ ավելի շատ վախենալու է այն մարդկանց համար, ովքեր ունեն թե տներ, թե բիզնեսներ, հատկապես տներ, որովհետև եթե ստանում են medical, ու մենք մի քանի անգամ նշել ենք սա արդեն, եթե ստանում են medical ու օգտագործում են medical-ը իրենց կյանքի ընթացքում եւ չեն ունենում ճիշտ թղթաբանությունը, trust-ը հատկապես, իրենց մի բան պատահելու դեպքում medical-ը դատարանի օգնությամբ լին է դնում տան վրա, կամ տունը վաճառվում է, ստանում են իրենց գումարը, կամ եթե բացի տնից կա բանկի account-ում գումար, ստանում են իրենց գումարը այդտեղից։ So medical ստանալը, երբ որ ունես տուն կամ բիզնես, այդքան էլ ուրախանալի լուր չի, որովհետև ինքը իր հետ ունի շատ մեծ ռիսկեր կապված, եթե ճիշտ պլանավորումը չլինի։ Կան բազմաթիվ մանրուքներ եւ նյուանսներ, որոնց պետք է տիրապետել գրագետ ապրելու համար Միացյալ Նահանգներում, այնպես որ դիմեք այս գրասենյակին, որը պատրաստ է ձեզ օգնել մշտապես։ Այս պայն ես գտնում եմ ALA Renovations-ում, որտեղ պատրաստ են ձեր տունը դարձնել ել ավելի ապահով տանիքների տեսանկյունից։ Այս ընկերությունը զբաղվում է ինչպես սոլար համակարգերի տեղադրմամբ, այնպես էլ տանիքների վերանորոգմամբ կամ պատշաճ կերպով դրանց պատրաստման, որը չափազանց կարևոր է։ Առհասարակ թվում է, թե երկու այս ոլորտները մեկը մյուսի հետ առանձնապես կապ չունեն, բայց իրականում մեկը փոխկապակցված է մյուսի հետ։ Եվ լավ տանիք ունենալու պարագայում իհարկե ձեր տունը չի կորցնում իր գինը, այլ միայն ավելացնում է իհարկե դրա ինքնարժեքը։ Իսկ հա ALA-ի մասնագետները առաջին հերթին պատրաստ են գալ, ամեն ինչ ուսումնասիրել եւ հետագայում իհարկե ձեզ համար մշակել այնպիսի մի պլան, որը ձեզ կբերի այն կետի, որ դուք այլևս որևէ բան չեք վճարի ձեր էլեկտրոէներգիայի համար, այնպես որ զանգահարեք նշված հեռախոսահամարներով կամ այցելեք գրասենյակ։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։ Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։ Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել
մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Արեգ, ես նայում էի մի տեսանյութ երեք երեկոյան հարցազրույցի պատրաստվելուց առաջ, այնտեղ դու շատ փոքր էիր եւ անգամ այդ փոքր տարիքում երևում էր թե ինչքան ամուր տղա ես դու եւ որքան մարտահրավերներին կյանքի դեմ պայքարող, հենց փոքր տարիքից շարժու ձևից, խոսելու ձևից, տրամադրությունից անգամ դա երևում էր։ Ինքդ ես դա քո մեջ ձևավորել, թե կյանքն է քեզ ստիպել կամ ընտանիքդ է այդպես արել, որ դու լինես պայքարող տեսակ, այլ ոչ թե ընկճվող։ Ամենաառաջին կարևոր գործոնը ես համարում եմ իմ ընտանիքը, որովհետև ինչպես նշեցի, ես հրաշալի ընտանիքում եմ մեծացել եւ իմ պայքարելու մեթոդը սերմանել եմ հենց իմ ընտանիքից։ Արեգ, ասացիր, որ այնուամենայնիվ երբ ինքդ քո հետ էիր մնում, այդ մեղադրելու հանգամանքը երբեմն առաջ էր գալիս եւ դա ծնողներիդ կամ եղբորդ ցույց չէիր տալիս, բայց ինքդ ինչ էիր զգում։ Ինչու եմ սա հարցնում, մեզ ոչ թե հետաքրքիր է միայն քո հուզական դաշտը, որը այնուամենայնիվ հետաքրքիր է, որովհետեւ այդ հուզական դաշտի շնորհիվ ես դու երգում այնպես, ինչպես հիմա ես երգում եւ ձևավորվել որպես արտիստ։ Նաեւ շատ երեխաներ անցնում են ցավոք նույն հարցով կամ համանման հարցերով եւ հաջողված օրինակը ինչ որ բանի հասած եւ պարզ ճակատով բեմին կանգնող եւ իր տաղանդով հիացնող մարդու օրինակը այդ երեխաների համար կարող է դրական հանգամանք հանդիսանալ։ Դրա համար հավանաբար առավել անկեղծ լինել այս հարցի շուրջ կօգնի շատ շատերին։ Այ ինչ էր քեզ հետ էմոցիոնալ կերպով տեղի ունենում, երբ ինքդ քո հետ էիր մնում։ Պարզապես մտածում էի, թե այն ինչ որ կատարվում էր ինձ հետ, ինչու հենց ինձ հետ պիտի կատարվեր, այլ ոչ թե ուրիշի։ Իրականում, երբ որ մի փոքր ավելի գիտակից դարձա, հասկացա, որ բավականաչափ վատ բան եմ մտածում, որովհետև եթե կատարվում է ինձ հետ, ուրեմն ես ունեմ ուժ դրան դիմակայելու, ինչքան էլ որ չգիտեմ դրա մասին։ Մանուկ ժամանակ, ավելի այսպես ասած այն ժամանակ, երբ որ դեռ չես գիտակցում, բայց հետո երբ որ մի փոքր ավելի հասունացա, հասկացա, որ իսկապես ինձ տրված են ուժերը, ինձ տրված են բոլոր միջոցները այդ ամեն ինչի դեմ պայքարելու համար, պարզապես մի փոքր, շատ փոքր պետք է ուշադիր լինես եւ կարողանաս գտնել այդ փոքր, բայց շատ մեծ նշանակություն ունեցող, կարևոր նշանակություն ունեցող միջոցները, հնարները կյանքում ցանկացած խնդրի դեմ պայքարելու համար։ Երևի թե աշխարհը միայն տեսնելով չեն ճանաչում, ինձ թվում է, որ այնուամենայնիվ զգայական դաշտը շատ ավելի կարևոր է եւ շատ ավելի մեծ լույս է, քան հենց ֆիզիկականը, եւ հավանաբար քո աշխարհը շատ ավելի գեղեցիկ է։ Ինչպես էիր դու ճանաչում աշխարհը այդ տարիքում։ Շատ հարցեր էիր տալիս, հակառակ ինքդ էիր փորձում այդ հարցերի պատասխանները գտնել։ Ինչպես էր այդ աշխարհի ճանաչման փուլը քեզ մոտ։ Աշխարհի ճանաչման փուլը ինձ համար թե վաղ հասակում, թե մինչև օրս ավելի կենտրոնացած է եղել ականջների ու շոշափելիքի վրա։ Երբ որ ես ինչ-որ մի բան, ինչ-որ մի առարկայի նայում էի, շատ հնարավոր էր, որ ես լիարժեք պատկեր չստանայի, մինչև որ չշոշափեի կամ ձայնը չլսեի։ Ուստի ես նույնպես փաստում եմ, որ աշխարհը պիտի ճանաչել նաև մնացած գայարաններով, մնացած հմտություններով, ոչ միայն տեսողության միջոցով։ Արեգ, իսկ մարդկանց պարագային, ինչպես է քեզ մոտ ձևավորվում մարդու մասին պատկերացում եւ տպավորություն, էմոցիոնալ դաշտով, գուցե ձայնի միջոցով, գուցե դու ավելի խորն ես մարդկանց տեսնում, քան մենք։ Ես ժամանակին ունեցել էի մնացորդային տեսողություն,
եւ իմ մնացորդային տեսողությունը նույնպես օգտագործվում էր մարդկանց ճանաչելու, մարդկանց դեպքերը հիշելու համար, բայց հիմնականում վաղ հասակում հիմա նույնպես շատ հնարավոր է որ լսողության կամ շոշափելիքի միջոցով երբեմն նույնպես փորձեմ ինչ-որ բան հասկանալ մարդու վերաբերյալ։ Իհարկե ձայնը նույնպես ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի։ Չգիտեմ դա որքանով է ճիշտ, որքանով եմ դա ճիշտ հասկացել, բայց երբեմն ձայնը ինձ հուշում է, թե ինչ տեսակի մարդ է նստած դիմացս։ Արեգ բազմաթիվ վիրահատություններ են արել եւ քո ընտանիքը քեզ հետ միասին այդ բոլոր փորձություններով անցել է։ Այ ինչ էր քեզ հետ տեղի ունենում ամեն վիրահատությունից հետո, երբ առաջ էր գալիս հույսի հանգամանքը, հույսի նշույլը եւ հետո երբ տեսնում էիր արդյունքը։ Երբ որ մի փոքր ավելի հասուն տարիքում էր վիրահատությունները տեղի ունենում, ես շատ մեծ հույսեր չէի փայփայում անձամբ ինձ չհիասթափեցնելու համար, որպեսզի հետո երբ որ տեսնում էի արդյունքը, արդեն հասկանում էի, որ ամեն ինչ այնպես էր, ինչպես որ կար։ Իհարկե միշտ ինձ մոտ եղել էր այդ շատ փոքր հույսի կտորը, որ վիրահատությունից հետո տեղի կունենա ինչ-որ մի բան, բայց դա շատ մեծ չէր, ելի եմ ասում, ինքս ինձ չհիասթափեցնելու համար արդյունքը տեսնելուց հետո։ Այ ինչ էր Արեգ քո հետ կատարվում այդ դժվար օրերին, երբ դու կորցնում էիր տեսողությունը եւ նաեւ հավանաբար կորցնում հույսը։ Երբ որ տեղի ունեցավ այդ տեսողության կորստի երևույթը, ես հասկացա, որ դրա մասին շատ էի մտածում ու մտածում էի հենց այն տեսակ, որ ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա այդ երևույթը, այսինքն չեմ կորցնի տեսողությունս, կմնա այնպես, ինչպես որ կար, բայց փաստացի տեղի ունեցավ իմ մտածածի հակառակը ու դա ամենածանր, այսպես ասած, դեպքերից էր, երևույթներից էր, որ հետս տեղի ունեցավ իմ կյանքի ընթացքում։ Օրինակ ուզում եմ ասեմ, որ շատ ավելի ծանր վիճակում երևի թե հայտնվում էի այն ժամանակ, երբ որ ինձ հարցնում էին տեսողություն հիմա տեսնում ես թե չէ, ինչ ես տեսնում, ինչ չես տեսնում, հիմա երևում է ինչ որ բան թե չէ։ Հենց այդ ժամանակ երևի թե մի փոքր ավելի վատ էի զգում ինձ, բայց իսկ ինչով էր այդ պայմանավորված այդ պահին։ Դե քանի որ այդ ժամանակ ինքը աստիճանաբար էր մարում տեսողությունը, անընդհատ հարազատներս հարցնում էին հիմա ինչ ես տեսնում, հիմա ինչ որ բան տեսնում ես թե չէ։ Ու ես ուզում էի որ տեսնեի, բայց փաստացի չէր ստացվում։ Արդեն կամաց մարում էր։ Ու երևի ամենածանր իրավիճակներից մեկը սա է։ Չնայած Արեգ, իսկ ամենաշատ ինչ կուզեիր կամ ում կուզեիր տեսնել։ Ամենաշատը կուզենայի տեսնեի հենց հիմա այն մարդկանց, ովքեր որ այս ընթացքում տառապել են ինձնից ավելի շատ։ Խոսքը իմ ծնողների մասին է, ես հաստատ համոզված եմ, որ իմ ծնողներից շատ չեմ տառապել այս կյանքում, որովհետև եթե ես դեռահաս տարիքում եմ կորցրել տեսողությունս ու հիմա հաղթահարում է դժվարությունը, իմ ծնողները 6 ամսականից սկսած մինչև օրս են այդ ամեն ինչը փորձում հաղթահարել։ Դրա համար էլ ցանկություն ունեմ ու շատ եմ ուզում, որ հենց իրենց տեսնեմ։ Մայրիկիդ եւ հայրիկիդ։ Այո։
Արեգ իսկ այդ բժիշկները ում սխալի պատճառով դեպքը տեղի է ունեցել, պատասխանատվության ենթարկվել են։ Չէ։ Ինչու։ Դե իրականում որովհետև եթե իրենց ենթարկենք պատասխանատվության, ստացվեց այնպես, որ էլի հետ չեր գա այն, ինչ որ կունենայինք ի սկզբանե։ Այսինքն, եթե ենթարկեինք պատասխանատվության, իմ խնդիրը չէր վերանա։ Բայց գուցե կանխարգելվեր նաև այլ երեխաների նման խնդիր ունենալու հանգամանքը, որովհետև պատիժը ոչ թե վերադարձնելու համար է որևէ բան, այլ այդ քայլով կանխարգելելու հաջորդ նմանատիպ դեպքերը։ Այո, այդպիսի հարց նույնպես առաջացել է, բայց քանի որ մենք չկարողացանք ավելի շուտ չստացվեց լիարժեք ապացուցել, որ մեղավորությունը իրենցն է, դա նույնպես նպաստեց, որպեսզի արդեն էլ մտածենք ուրիշ բանի մասին, մտածենք այդ խնդիրները լուծելու մասին, ոչ թե իրենց պատասխանատվության ենթարկելու։ Մենք գտնվում ենք Implantum կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղում, իմ կողքին Սարգիս Փափազյանն է, բժիշկ ատամնաբույժ, ով բնականաբար իհարկե տարիներ շարունակ այս ոլորտում է աշխատում եւ արդեն վայելում է նաեւ մեր համայնքի վստահությունը։ Դոկտոր Կրկին ողջույն, շնորհակալություն նորից ժամանակ գտնելու համար մեր հարցերին պատասխանելու։ Բոլորը այս օրերին խոսում են all on 4 ծառայության մասին, ինչ է դա նշանակում։ Այո, շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Դա ինչ է նշանակում, այսինքն հիվանդը գալիս է անատամ կամ ատամներ ունի, որ պետք է հեռացվի, նույն օրը հեռացվում են ատամները, տեղադրում են իմպլանտները եւ տեղադրում են ժամանակավոր ատամներ։ Այսինքն հիվանդը գալիս է առանց ատամների, դուրս է գալիս իմպլանտներով ու իր ատամնաշարով։ Այսինքն մարդը մի օրում կարող է այդ գործընթացը սկսել եւ ժամանակավոր լուծում գտնել եւ բնականաբար իհարկե անցնել ողջ առողջական process-ը, հա։ Այո, ճիշտ այդպես։ Դե ինչ զանգահարեք նշված հեռախոսահամարով, այցելեք կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղ, եթե ունեք հարցեր, վստահ եմ այստեղ ձեզ շատ ջերմ կդիմավորեն։ Լավ եղեք եւ առողջ եղեք։ Այս պահին ես գտնվում եմ Glendale-ի Le Brand ռեստորանում։ Le Brand-ը եկել է փոխելու Լոս Անջելեսյան ռեստորանների մշակույթը ու պիտի ասեմ, որ նորաբաց այս ռեստորանի մոտ դա հստակ ստացվել է։ Այստեղ դուք կարող եք գալ եւ անցկացնել ձեր միջոցառումները մտերմիկ եւ գեղեցիկ միջավայրում եւ կարող եք գալ նաեւ ընկերների եւ ընտանիքի հետ երեկոյան։ Պիտի ասեմ, որ առաջի տպավորությունը իհարկե ինտերիերից եւ դիզայնից է, որը ֆանտաստիկ ու գեղեցիկ է եւ միաժամանակ նաեւ հյուրընկալ եւ ջերմ։ Հաջորդ տպավորությունը կարող եք կազմել սպասարկումից, որը ֆանտաստիկ է եւ հիանալի, եւ ինչպես նաեւ սնունդը բարձրակարգ եւ առաջարկվում է լայն մենյուի տեսականի, որը վստահաբար այլ ռեստորաններում չեք գտնի։ Պիտի առանձնացնեմ հատկապես ժամանցային հատվածը, թե ինչպես է Le Brand-ը առաջարկում իր ժամանցը ձեզ։ Այստեղ գործում է ֆանտաստիկ երաժիշտների բենդ, Էմանուել Հովանիսյանի գլխավորությամբ, փորձառու եւ հայտնի երաժիշտները իրենց ջազ եւ ոչ միայն ջազային կատարումներով կլցնեն ձեր երեկոն եւ այն կդարձնեն իհարկե անմոռանալի։ Պիտի պատմեմ ձեզ նաև մեներքիչների մասին, որոնք ըստիս կարողանում են իրենց կատարումներով իսկապես զարդարել յուրաքանչյուր երեկո։ Էմմա Ասատրյանը, հայտնի ջազ երգչուհին, այստեղ իր կատարումներով հանդես կգա, բոլորիս սիրելի Համլետ Գևորգյանը իր ժողովրդական կատարումներով եւս անմոռանալի կդարձնի երեկոն։ Գոհար Հովանիսյանն էլ ամենալավ տրամադրությունն է ապահովում երեկոյի ավարտին։ Այնպես որ գալով Le Brand ռեստորան, վստահ եմ լավ կանցնի ձեր յուրաքանչյուր միջոցառում կամ պարզապես ընտանեկան կամ ընկերական երեկոն։ Եվ այսպես, այս պայն ես գտնվում եմ Glendale-ի ամենակենտրոնում գտնվող Ari Depot զարդերի թանկարժեք, զարդերի գեղեցիկ եւ լուսավոր ընդարձակ սրահում։ Այստեղ դուք կգտնեք ամենագեղեցիկ դիզայնով թանկարժեք զարդեր, ոսկյա եւ ոչ միայն ոսկյա, եւ որ ամենակարևորն է չկրկնվող եւ օրիգինալ դիզայնով։
Բրենդի հիմնադիրներ իրենց առաջ նպատակ էին դրել ստեղծել լավագույն զարդերը, որոնք կպատմեն մեր մշակույթի եւ մեր անցած ճանապարհի մասին, ինչպես նաեւ մասը կկազմեն համաշխարհային տրենդերի եւ միջազգային իհարկե տարբեր դիզայներական լուծումների։ Արդյունքում դուք այստեղ կարող եք գտնել օրինակ, օրիգինալ խաչեր, որոնք որևէ տեղ ես երբեք չեմ տեսել։ Եվ որ ամենակարևորն է, ձեր բոլոր առաջարկները հաշվի առնելով, բրենդը առաջարկում է զարդեր եւ երիտասարդների եւ ավելի հասուն տարիքի մարդկանց համար, եւ տղամարդկանց եւ կանանց, այսինքն յուրաքանչյուր մարդ այստեղ կարող է գտնել իր նախընտրած զարդերը։ Եվ ամենևին էլ կապ չունի թե նվեր գնելու կամ ձեր համար զարդեր գնելու համար որքան բյուջե ունեք դուք նախատեսված։ Գնային քաղաքականությունը եւս շատ ճկուն է եւ որ ամենակարևորն է այստեղ կարող եք գտնել որակյալ զարդեր եւ մատչելի տարբերակով եւ իհարկե թանկարժեք եւ ժամանակի ընթացքում սերնդեսերունդ փոխանցվող լավագույն զարդերը։ Մեկ անգամ գալով այստեղ դուք կհամոզվեք, որ Ari Dipon ստեղծում է գեղեցիկ եւ որակյալ եւ չկրկնվող դիզայնով զարդեր։ Արեգ մտածում ես ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, երջանիկ լինելու նաև այդ ասպեկտով այդ մասին։ Ճիշտ ասած մտածում եմ, որովհետև կյանքում երևի թե իմ չսիրած երևույթներից մեկը մենակ լինելն է։ Ես մենակ շատ դժվար է ինձ ամեն ինչ, ոչ թե ինչ որ կենցաղային հարցեր, այլ առհասարակ հոգեբանական առումով շատ դժվար է, շատ երևի թե իսկապես տխուր է ամեն ինչ ու համոզվեցի իմ կյանքի ընթացքում համոզվեցի, որ ես երևի թե պիտի լինեմ ինչ որ մեկի հետ։ Ինչ որ մեկը պիտի լինի իմ կողքին, որ ես կարողանամ իմ ստացած թե դրական, թե բացասական էներգիան կիսեմ ինչ որ մեկի։ Իսկ ինչպեսին պիտի լինի այդ ինչ որ մեկը։ Ու մենք փնտրում հիմա։ Ես ուզում եմ, որ այդ ինչ որ մեկը պարզապես անկեղծ լինի։ Չլինի կեղծավոր, չլինի ինչ որ մեկը իմ հետ ու չլինի ինչ որ մեկը ուրիշի հետ։ Այսինքն լինի այն մարդը, ով որ կա, ցանկացած, չգիտեմ, թե ինձ հետ, թե իմ շրջապատում գտնվող մարդկանց հետ, իմ հարազատների հետ, լինի նույնը։ Քիչ առաջ ասացիր նաև, որ այնուամենայնիվ կարծում ես այս հարցը պետք լուծվելու է եւ ունես դրական պատկերացում այդ ամենի մասին, կրկին անցկացնելով այս հարցը քո պրիզմայով եւ օգնելով այն երեխաներին, դեռահասներին, ովքեր նույն հարցի միջով են անցնում, կարևոր հանգամանք է ըստ քեզ հավատը եւ հույսը դրականին։ Միանշանակ կարևոր հանգամանք է եւ կարևոր հանգամանք է այն, որ դու հավատաս հենց ինքդ քեզ, որովհետեւ շատերին ծանոթ հարց հիմա կհնչի, բա ես ոնց անեմ, բա ոնց պիտի անեմ։ Հավատացած եղեք, որ այս հարցերը բազմիցս հնչել են իմ կյանքում, անձամբ իմ կողմից, բայց հետագայում, երբ որ հետադարձ հայացք էին նետում, հասկացա, որ արել եմ այն ինչ որ պիտի անեի ու մի փոքր էլ ուշադիր լինելու արդյունքում լիարժեք հնարավոր է հասկանալ, թե ինչպես արեցիր ու կգտնես հարցի պատասխանը, թե ես ոնց անեմ։ Այդ հարցի պատասխանը շատ ուշադիր լինելու դեպքում կարելի է գտնել։ Արեգ պիտի անկեղծ լինեմ, ինձ համար քո ելույթները Հայ Սուպերստարում հուզիչ չէր։ Դրանք լավ ելույթներ էին, բայց ես չէի հուզվում պարզապես այն հանգամանքով, որ պայմանավորված էր քո ֆիզիկական առանձնահատկության, որովհետև ես տեսնում էի լուսավոր, տաղանդավոր, հաջողակ տղա է բեմում կանգնած եւ առհասարակ հուզվելու կարիք չկա նրա համար, բայց չափազանց հուզիչ ու գեղեցիկ էմոցիաներ էին առաջացնում քո մայրիկի եւ եղբոր արձագանքները քո ելույթների ընթացքում, նրանք իսկապես չափազանց շատ էին հուզվում եւ լարվում եւ երբ տեսնում էին արդյունքը լավ է, նոր երևում էր նրանց դեմքին, որ նրանք հանգիստ են եւ երջանիկ։ Այդ օրերին իրենց էմոցիաների մասին հաճախ էիր մտածում։
ճիշտ ասած եւ մայրս եւ եղբայրս եղել են այն մարդիկ հիմնականում նախագծի ընթացքում ում զգացմունքների ու էմոցիաների մասին երևի թե ամենաշատն եմ մտածել դա նաեւ մեկ-մեկ շեղում էր իմ ուշադրությունը որ ես կենտրոնանայի լիարժեք իմ ելույթի վրա նույնիսկ այդպես բայց երբ որ անցնում էի հաջորդ փուլ նախագծի ընթացքում համ ես էի հանգիստ լինում համ էլ իրենք էին արդեն շունչ էին քաշում ու արդեն հանգիստ էին որ հաջորդ փուլում են Ես վստահ եմ որ հայրդ եւ մայրդ ստեղծել են մի միջավայր որտեղ առավել անհոգ եւ հնարավորինս լավ անցել քո մանկությունն ու պատանեկությունը բայց եղբորդ մասին հավանաբար խոսենք առանձնահատուկ կերպով ով Արելա Միքայել որը ստիս երևի թե գնահատականի կամ մեկնաբանությունների կարիք էլ չունի դու սովորել ես հատուկ քոլեջում որտեղ քեզ հետ միասին սովորել են առանձնահատկություններ ունեցող երեխաներ եւ նա էլ իմ տեղեկություններով քեզ հետ միասին սովորել է այդ քոլեջում չունենալով առանձնահատկություն վերոնշյալ այդ որոշումը ոնց է կայացվել առհասարակ եղբորը դերի մասին հա քո կյանքում իրականում այն դերը որ իմ եղբայրն է ունեցել իմ կյանքում շատ դժվար է խոսել այդ դերի մասին որովհետեւ դա նաև պիտի հասկանաս մինչև խոսելը երբ որ ես ընդունվեցի դպրոց մի որոշ ժամանակ հետո եղբայրս նույնպես տեղափոխվեց այդ դպրոց որ մենք պարզապես իրար մոտ լինենք որ պարզապես ինքը ինձ հետ լինի ճիշտ ասած չգիտեմ ոնց ասեմ որ մի փոքր պատկերացնենք այդ ամեն ինչը իսկապես շատ դժվար է հիմա այդ ամեն ինչի մասին խոսել Այ ինչ ունես ասելու եղբորդ տղայական հարաբերություններում ես էլ եղբայր ունեմ մենք միշտ չի որ մեզ թույլ ենք տալիս լինել էմոցիոնալ եւ անկեղծ այլ ինչ որ պաշտպանիչ պատնեշի յետևում թաքցնում ենք մեր էմոցիաները բայց ինչ ունես հիմա իրան ասելու որ գուցե այսպես ինքը կարողանա լսել իրականում ուզում եմ ասել որ չգիտեմ երևի շնորհակալ եմ բառը նույնպես մի փոքր քիչ է այդ ամեն ինչը բնութագրելու համար ուղղակի ուզում եմ ասեմ որ շնորհակալ եմ որ շատ փոքր տարիքից մանկուց մինչև հիմա մինչև այսօր կողքս ես քեզ շատ եմ սիրում ու եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ այդ ամեն ինչի համար Արեգ միջև 13 տարեկանը տեսողությունդ այնուամենայնիվ եղել է եւ որոշակի բաներ բացի լույսից եւ ստվերից նաեւ տարբերել ես երբ դա աստիճանաբար արդեն թուլանում էր եւ աստիճանաբար տեղի էր տալիս այ ինչ էր քեզ մոտ հոգեբանորեն տեղի ունենում այդ օրերին ինձ հետ տեղի ունեցավ երևույթ որ ես սկսեցի մտածել եւս մեկ անգամ սկսեցի մտածել բայց ինչն է պատճառը որ հենց սա է տեղի ունենում ու ինչքան երկար կշարունակվի այս ամեն ինչը բայց պարզվեց որ մինչև որս դա տեղի է ունենում մինչև որս այդ երևույթը կա ինձ մոտ եւ 13 տարեկանից հետո այսպես ասած մինչև որս արդեն իմ մնացորդային տեսողությունը չկա հասկացա այդ օրերին հասկացա որ ավելի շատ ավելի ուժեղ պիտի կարճեմ այն հնարավորություններից որոնք որ տվել է ինձ կյանքը անկախ ամեն ինչից մի տեսակետ կա, որ չգիտեմ որքանով է ճիշտ բարձրաձայնել եւ այլն, շատ հաճախ ասում են, երբ մարդ ունենում է որոշակի ֆիզիկական առանձնահատկություն եւ սահմանափակ հնարավորություններ, Աստված դա կոմպենսացնում է այլ հանգամանքներով, տաղանդով,
զգայական ամուր դաշտով, այսինքն նաև զարգանում են այլ զգայարաններ։ Արդյոք դու այդ զգացողությունը ունես կյանքում։ Այո։ Պարզապես ուզում եմ ասել, որ այդ զգացողությունը ես փաստացի ունեմ, որովհետև երբ որ տեսողության խնդիրը կար ինձ մոտ, ես շատ վաղ տարիքից ավելի շուտ երբ որ հիմա էի մտածում իմ մանկության մասին, հասկացա, որ այն լսողությունը, որ ունեմ ես, երևի թե ծնված օրվանից էր ինձ հետ։ Ու այդ լսողությունը մինչև օրս եւ լսողությունը, եւ զգայական դաշտը, եւ շոշափելիքը մինչև օրս շատ կարևոր հմտություններ են, այսպես ասած, ինձ համար, որպեսզի կյանքում կողմնորոշվեմ ինչ որ մի հարցում։ Մենք Art in Beauty Aesthetics-ում ենք, որտեղ խոսում ենք գեղեցիկ պրոցեդուրաների մասին եւ այս պայն ուզում եմ ձեզ ցույց տալ այս կնոջը։ Նա գրեթե 65 անց, այսինքն 67 տարեկան է եւ պիտի ասեմ, որ բժիշկ Արտակ Մկրտչյանի ձեռքով նրա կրկնակզակի շտկման պրոցեդուրան նրան էլ ավելի երիտասարդ է դարձրել։ Բժիշկը այս պայն մեր կողքին է։ Ողջույն բժիշկ, շնորհակալություն, որ այսօր եւս խոսելու ենք։ Այս կինը որքանով է երիտասարդացել, այսինքն տեսնում ենք որքանով է երիտասարդացել, որքանով է հեշտ է գործընթացը։ Դա կթողեմ դուք որոշեք, բայց կարող եք տեսնել եւ իմիջիալոց ինչ նշեմ, որ սա հաջորդ օրն է հենց վիրահատության։ Արդյունքները դեռ գալիս են, որտեղ հետվիրահատական շրջանում կա այտուց, կա այն հեղուկը, որով մենք ցավազրկելու համար օգտագործում ենք, դեռ ստեղ է եւ լազերային ձգումը դեռ աշխատելու է մոտավորապես 3 ամիս հետո։ Ինչ եմ ուզում ես ուղղակի ասել, եթե մենք ճիշտ հաճախորդին ընտրում ենք ինտերվյուից հետո, նույնիսկ այս տարիքի մարդկանց մոտ կարող եք տեսնել ինչ հրաշալի, որ գիտեք մարդիկ մտածում են, այս ճարպը հանես, այս մաշկը կախվելու է, ինքներդ կարող եք տեսնել լազերը ինչպես է ձգում, ինչ հրաշալի։ Ինձ թվում է, այս լուսանկարը ինքնին արդեն խոսում է, որովհետև մենք կարող ենք շատ բան խոսել, բայց եթե ցույց ենք տալիս արդյունքը, հստակ մարդիկ տեսնում են երկու կարճ հարց, որքան արժե մոտավորապես այս գործընթացը եւ որքան ցավոտ է այս գործընթացը։ Արժեքի մասին նայած հաճախորդի ինչքան աշխատանք կա անելու, իսկ իրենք կարող են զանգել, ես կոնսուլտացիայի ժամանակ դա արդեն կասենք, բայց ինչքան ցավոտ է, այսպես ասեմ, դուք զգում եք մենակ 3 հատ փոքրիկ սրսկում այստեղ եւ 2 հատ այստեղ, դրանից հետո ոչ մի բան չեք զգում, որովհետեւ կտրված կանելը արդեն թմրած է, հետո կանյուլայով ցավազրկվում է, դեռ չեմ ունեցել հաճախորդ, որ հիշի ինչ է կատարվում սեղանի վրա, այնքան հաճելի պրոցեդուրա։ Ինչու բժիշկը կոնկրետ գումար չնշեց, որովհետեւ Art in Beauty Aesthetics-ում ամենևին էլ կարևոր չէ գումարը, այստեղ կարևորում են հատկապես լավ արդյունքը եւ պացիենտի, հաճախորդի, նաեւ առողջությունը։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով, վստահ եմ ձեզ կօգնեն։ Մենք գտնվում ենք Venus Gifts խանութ սրահում, որտեղ գիտեք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ներկայացվում են լավագույն ապրանքատեսակները, ամենագեղեցիկ եւ ամենալայն իհարկե մատուցմամբ։ Այս պայն մենք խոսելու ենք Christofle հայտնի ֆիրմայից, որը գործում է 1830 թվականից, ֆրանսիական ֆիրմա է եւ իհարկե հայ կանայք եւ տղամարդիկ գրեթե բոլորը ճանաչում են այս ֆիրման։ Այն շատ դասական է եւ միաժամանակ իհարկե timeless, մնայուն։ Պետք է նշել, որ Christofle-ը համագործակցում է Venus Gifts խանութ սրահի հետ վաղուց եւ ներկայացված է այս գեղեցիկ իհարկե առանձին հատվածով Venus Gifts-ում։ Նաև պետք է նշենք, որ շուտով լինելու է հատուկ անակնկալ Venus-ի հաճախորդների համար։ Հատուկ piece, հատուկ իհարկե մի բան, որը հենց միայն այստեղ կարող եք գտնել։ Այնպես որ լայն տեսականին եւ բնականաբար իհարկե նոր հավաքածուները եւ լեգենդար ապրանքները Christofle ֆիրմայից կգտնեք այս խանութ սրահում եւ ոչ միայն։ Գիտեք մշտապես, որ գալով այստեղ ծանոթանում եք նոր տեսականիների հետ եւ ձեզ համար բացահայտում ամենագեղեցիկն ու լավագույնը։ Իսկ այս պահին ես գտնվում եմ Նորթ Հոլիվուդում իմ ամենասիրած marketplace-ի, այսինքն խանութի դիմաց, սա խանութների ցանցը կոչվում է Aroma International Marketplace։ Aroma-ի մասին մենք պատմել ենք եւ ձեզ բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք նաեւ Aroma-ի առավելությունները մյուս սուպերմարկետների նկատմամբ։ Այստեղ հավաքագրված է եւ մեկ հարկի տակ ներկայացված է լավագույն ապրանքը։ Միջազգային, իհարկե, տարբեր երկրներից, այդ թվում նաեւ հիմնականում Հայաստանից։ Կան նաև ապրանքատեսակներ, որոնք նախատեսված են պարզապես եւ արտադրված են հենց Aroma-ի համար։ Սակայն այսօր ունենք հիանալի նորություն։
Արոման, ինչպես գիտեք, առանձնանում է իր մսի բաժնով, որտեղ թարմ եւ որակյալ մսի տեսականի է, իր առանձին բեյքրիով եւ այլն։ Եվ այսօր ձեզ շատ լավ նորություն պիտի ներկայացնենք։ Aroma Marketplace-ը բացել է Նորթ Հոլիվուդում իր առանձին food court-ը, որտեղ դուք կարող եք ձեռք բերել պատրաստի ուտելիք եւ իհարկե վայելել Aroma-ի տան ուտելիքը։ Եվ միաժամանակ իհարկե գործում է նաեւ bakery-ն, որը ձեզ առաջարկում է հացաբուլկեղենի լավագույն տեսականին։ Այցելեք Aroma Supermarket։ Aroma International Marketplace-ին կից, ինչպես արդեն ասացի, գործում է նաև Aroma International Food Court-ը, որտեղ դուք կգտնեք լավագույն ուտեստները եւ որ ամենակարևորն է դա արագ սննդի կետ է։ Այստեղ շատ արագ, բայց որակով պատրաստում են համեղ ուտեստներ հայկական եւ ոչ միայն հայկական խոհանոցից։ Կարող եք ճաշակել հարմարավետ սրահում կամ կարող եք անել ձեր հետ միասին to go։ Այնպես որ այցելեք Նորթ Հոլիվուդի Aroma International Marketplace-ը եւ Aroma Food Court-ը։ Արեգ, դու անկեղծ պատասխանում ես հարցերին, թեև այնուամենայնիվ որոշակի ֆորմալ պատնեշ մեր միջև չի վերանում ես 20 րոպեների ընթացքում։ Ես հասկանում եմ, որ քեզ համար դժվար է գուցե խոսել, ես էլ փորձում եմ շատ մանրամասն հարցեր չտալ, պահպանելով ընդհանուր առմամբ էթիկան եւ եթե որևէ կետում դա անցնում եմ, ներողություն եմ նախապես խնդրում, բայց քեզ լավ ճանաչելու համար մարդիկ տասնյակ հազարավոր մարդիկ քվեարկել են քեզ համար, տասնյակ հազարավոր սրտեր բաբախում են քո ելույթների ընթացքում եւ քեզ համարում են իրենց լսարանը։ Եվ հավանաբար կարիք կա քո հուզական դաշտը ավելի լավ ճանաչելու եւ օրինակներ կամ պատմություններ կամ առավել մանրամասններ կօգնեն մարդկանց ավելի լավ հասկանալու քո ներաշխարհը։ Այ կցանկանայի պատմեի հատկապես այն օրերի մասին, երբ յուրաքանչյուրս թուլանում է, կապ չունի ինչ հարց է, ինչ խնդիր է, լինում են պահեր, երբ մենք թուլանում ենք եւ մեզ կրկին հետ ենք հավաքում։ Այ քո դեպքում տենց օրեր լինում էին հուսահատության։ Ես մի, այսպես ասած, շատ թարմ պատմություն կպատմեմ հիմա, որովհետեւ այդ պատմությունը ինձ հետ տեղի է ունեցել հենց նախագծի ընթացքում եւ նախագծի ընթացքում տեղի է ունեցել ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ, երբ որ ես ընդունվեցի, գրանցվեցի նախագծին մասնակցելու համար, երբ որ ես գնացի լսումների փուլին, ինձ համար մի այլ կարգի ծանր էր, որովհետև ես երևի թե շատ վստահ էի, որ չեմ անցնի, հիմա պատճառն էլ կասեմ, պատճառը այն էր, որ ես լսումների փուլին մասնակցելուց մի երկու շաբաթ առաջ քոլեջում ունեցա իմ մենահամերգը եւ այդ մենահամերգի ժամանակ ես ֆիզիկապես հիվանդ էի, հիվանդացել էի ու մենահամերգը տեղի ունեցավ հենց իմ հիվանդ ժամանակ։ Ստացվեց այնպես, որ լսումների փուլին ես նույնպես հիվանդ էի ու կարելի ասել տեխնիկապես երևի թե պատրաստ չէի երգելուն, սակայն պարզվեց, որ ես եմ այդպես մտածում։ Երբ որ գնացի բեմ ժյուրիի անդամների մոտ երգելու, բոլորը տվեցին այն արձագանքը, որին որ չէի սպասում, անկեղծ չէի սպասում։ Ես նույնիսկ այնտեղ ասացի, որ հիվանդ եմ մի փոքր, մենահամերգից հետո ու լսեցի, որ իրար հետ խոսելիս ժյուրին ասում էր, որ նույնիսկ չի զգացվել դա։ Այդ ժամանակ այսպես մի փոքր թեթևացա ես, հետո երբ որ 3 այոն լսեցի ավելի այսպես վերջնական թեթևացա, սա մի պատմություն, թե ինչ էր տեղի ունենում ինձ հետ, երբ որ ես թուլանում էի, երբ որ արդեն ստացա 3 այոն, վերջնական հավաքվեցի, ամենածանր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ wild card կոչվող փուլի ժամանակ, որովհետև կոնկրետ դրված էր հարց անցնելու կամ չանցնելու նախագիծ։ Ամենածանրը երևի թե տեղի ունեցավ հենց այդ ժամանակ,
եւ սրանք էին այն թարմ կարելի ասել պատմությունները, որ տեղի են ունեցել ինձ հետ ինձ հավաքելու եւ իմ թուլանալու վերաբերյալ։ Արեգ վստահ եմ, որ լսել ես կարծիքներ կամ քննարկումներ, որ քո հաղթանակը գուցե պայմանավորված է նաեւ քո առանձնահատկության հանգամանքով։ Ես դրա վերաբերյալ ունեմ իմ տեսակետը եւ իմ կարծիքը, որը քիչ հետո կասեմ, բայց ինձ հետաքրքիր է նաեւ ինչպես ես դու վերաբերվում այդ քննարկումներին։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ նախագծում իմ տարած հաղթանակը տեղի ունեցել իմ շատ սիրելի լսարանի շնորհիվ, իմ շատ սիրելի լսարանի քվեարկության շնորհիվ եւ ուզում եմ ասել, որ իմ հաղթանակը բացարձակ կապ չունի իմ առանձնահատկության հետ, որովհետեւ իմ առանձնահատկությունը կապ չունի իմ մասնագիտության հետ։ Երգեցողության համար, երգիչ լինելու համար միշտ չի, որ աչքեր են պետք։ Դրանք շատ լավ օգնում են, բայց միշտ չի, որ դրական արդյունքը միշտ չի, որ օգնում են։ Ուստի կարող եմ հստակ ասել, որ իմ հաղթանակը պայմանավորված չէ իմ առանձնահատկությամբ։ Ես մտածում եմ, որ եթե իհարկե որևէ մեկին հետաքրքիր է իմ կարծիքը, որ նման նախագծերում մարդիկ քվեարկում են մարդու համար, ոչ միայն տաղանդը, իհարկե տաղանդը եւս շատ կարևոր կոմպոնենտ է, բայց քվեարկում են, եթե այդ մարդուց գալիս է լավ էներգիա եւ եթե կա նույնականացում այդ մարդու անցած ճանապարհի կամ էմոցիաների հետ։ Եվ ամենակարևորը, հիմնականում քվեարկում են դեռահաս աղջիկները, ովքեր քվեարկում են համակրելի տղայի եւ ում նկատմամբ ունենում են որոշակի վերաբերմունք, իսկ շատ աղջիկներ հենց հավանել են քեզ, քո տեսքը եւ բնականաբար իհարկե պիտի սիրահարվեին եւ քվեարկեին եւ դա նորմալ է, այդպես է եղել նաեւ սուպերստարի այլ եթերաշրջաններում, երբ քվեարկել են օրինակ Ռաֆիի օկտինով հաղթեց, թեև այնտեղ քննարկում էին, որ պետք է մեկ այլ աղջիկ հաղթեր եւ այլն, կամ Միրան Ծառուկյանի համար էին քվեարկում շատ-շատերը եւ այսպես նաեւ քվեարկել են քո համար աղջիկները, վստահ եմ։ Այդ տեսակետին ոնց ես նայում։ Դե իրականում մինչև տեսակետը քննարկելը պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ քվեարկողներին։ Ու չգիտեմ հարցին ոնց պատասխանեմ, որ լավ, արի ես այդ հարցին քեզ օգնեմ պատասխանել։ Դու երբևէ սիրահարվել ես։ Ես մանուկ տարիքում կարելի ասել դպրոցական, չգիտեմ, առաջին սեր երևի թե։ Եվ ինչպես է դրսևորվել այդ սիրահարվածությունը քո մոտ։ Ես դա բարձրաձայն չեմ արտահայտել։ Ես պարզապես որտեղ այդ տարիքում բոլորս վախենում ենք, հա, պատասխաններից։ Ճիշտ ասած ցանկություն էլ չէր առաջանում, որպեսզի ես դա արտահայտեմ։ Շատ հետաքրքիր էր իրականում, շատ տարօրինակ էր, որ ցանկությունը չէր առաջանում, որպեսզի ես դա արտահայտեմ, բայց այդ երևույթը ինձ հետ էլ է տեղի ունեցել։ Այնպես որ իսկ ինչպես ես նայում այն հարցին, որ հասուն տարիքում էլ այդ գեղեցիկ զգացողությունը կարող է քեզ համակել եւ կարող է սիրահարվել ամեն քայլափոխի օրինակ։ Ես իրականում շատ նորմալ եմ նայում, որովհետեւ դա շատ երևի թե գեղեցիկ երևույթ է մարդու կյանքում եւ ամենագեղեցիկ երևույթներից մեկը, որովհետեւ այդ ժամանակ իսկապես երջանիկ ես զգում քեզ անկախ ամեն ինչից։ Իսկ ինչն է ամենաշատը գնահատում կանանց ու աղջիկների մեջ։ Կանանց ու աղջիկների մեջ ամենաշատը գնահատում եմ այն, որ երբեմն հանդիպում եմ շատ անկեղծ մարդկանց, որ ոչ միայն գնահատում են արտաքին տեսքը, այլ նաև շատ մեծ կարևորություն են տալիս մարդու ներքին գեղեցկությանը։ Հաճախ ես կարդում։ Ճիշտն ասած հիմա մի փոքր դադարեցրել եմ կարդալը, բայց սիրում եմ գրքեր ընթերցել, լսել, որովհետև շատ մեծ պաշար կա տեղեկության, օգտակար տեղեկության եւ երբևիցե դեմ չեմ եղել գրքերից օգտվելու առումով։
Ըստ քեզ մենք ունենք բավականաչափ գրականություն, տեսողական առանձնահատկություն ունեցող մարդկանց համար։ Մենք ունենք ոչ թե այսպես ասած հատուկ գրականություն, այլ ունենք գրականություն, որը որ փոխակերպված է աուդիո տարբերակի եւ դա շատ հեշտ կարելի է ձեռք բերել եւ լսել, ստանալ այն տեղեկությունը, որը որ ցանկություն կա ստանալու։ Իսկ հատուկ բառարանով գրված շոշափելի այդ գրքերի քանակը բավական է ըստ քեզ գրականությունը այն մարդկանց համար, ովքեր ապրում են Հայաստանում եւ պիտի այդ տարբերակով ընթերցեն գրականություն։ Կարծում եմ, որ դա նույնպես բավարար է, որովհետեւ այդ գրքերի մեջ եղած տեղեկությունը պիտի կարողանաս, պիտի ունակ լինես հասկանալ նաև կարդալուց հետո։ Մենք իմ շատ սիրելի տուն Լահմաջո ռեստորանում ենք, որը եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում ապահովում է լավագույն խոհանոցներից մեկը։ Պիտի ասեմ, որ նրանց Լահմաջոն ամենահայտնին է եւ բնականաբար իհարկե գաղտնի է պահվում Բաղադրատոմսը։ Սակայն այդ մասին չէ, որ այսօր ուզում եմ խոսել։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, որ տուն Լահմաջոյում, այստեղ Միացյալ Նահանգներում կարող եք պատվիրել նոր տարվա համար ձեր նախընտրելի հայկական ուտեստները։ Հայկական ավանդական նիշլի քյուֆտայից մինչև հայկական ավանդական խոզի բուդը։ Այստեղ եթե մեկ անգամ հաց կերել եք, ապա գիտեք, որ արդար ձեռքով մաքուր եւ համեղ պատրաստված ուտեստներ են, որովհետեւ այստեղ աշխատում են խղճի բարձր զգացումով եւ որ ամենակարևորն է մեծ սիրով, հենց այդ սերն էլ փոխանցվում է յուրաքանչյուր այցելուի, յուրաքանչյուր հաճախորդի ու այն դառնում է մեր սիրելի վայրերից մեկը։ Համեցեք տուն Լահմաջո։ Այս պահին ես գտնվում եմ MS Tours and Travel-ում, որտեղ ձեր ճանապարհորդությունները կազմակերպվում են ամենապրոֆեսիոնալ եւ լավագույն տարբերակով, եւ որ ամենակարևորն է հնարավորինս մատչելի։ Իմ կողքին է հիմնադիրը Տիկին Մելանյան, ով այս ոլորտում ունի մեծ փորձ եւ ամենափորձառու մարդկանցից մեկն է այս ոլորտում։ Տիկին Մելանյան, ողջույն։ Կպատմեք մեզ ուղևորությունների մասին, հատկապես նավային ուղևորությունների։ Okay։ Իհարկե մենք շատ բաներ ունենք, շատ թուրեր ունենք կազմակերպված, բայց նավայինը եթե ակնարկում եք, խնդրեմ, ամենաառաջին նավային թուրը, որ կազմակերպել ենք, փետրվարին է, Սիրահարների օրվա առթիվ, ուրեմն փետրվարի 13-ից 18-ը 5 օրյա, ունենք շատ հայտնի երգիչներով համերգ Սիրահարների օրվա կապակցությամբ նորից Սևակ Ամրոյան, RP, Mr. X, Պարային խմբեր, խումբ, ավելի շուտ համազգայինի երաժշտություն, հաճելի մթնոլորտ, ինչ ասեմ, խնդրում եմ ամրագրեք ձեր տոմսերը, որովհետև ժամ չունենք այլևս։ Այո, շատ կարևոր է ճիշտ ժամանակին ամրագրել։ Ես գիտեմ, որ ձեզնից շատերը իհարկե ցանկանում են եւ մտածում են այդ ուղղությամբ, բայց այլևս մտածելու ժամանակ չկա։ Ժամանակն է զանգարել նշված հեռախոսահամարներով եւ մասնակցել այս գեղեցիկ ուղևորությանը։ Մեզ այնտեղ եւս ի դեպ կտեսնեք, այնպես որ միասին լավ ժամանակ եք անցկացնելու։ Հիանալի։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Մենք բոլորս դեռահասության տարիքում, երիտասարդ տարիքում ձևավորում ենք մեր անհատականությունը ազդվելով, ոգեշնչվելով տարբեր մարդկանցից, թե մեր շրջապատում,
թե հանրային մարդկանցից, թե գրական հերոսներից, ֆիլմի հերոսներից, այն ամեն ինչը ինչ ձևավորում է մեր ներաշխարհը, շրջապատում է մեզ։ Այ քո ներաշխարհի ձևավորման հարցում կան անվանի մարդիկ, արտիստներ, ովքեր կամ գրական կերպարներ, ովքեր կարևոր են եղել քեզ համար։ Իրականում կան եւ ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր որ եղել են ինձ համար այդ ոգեշնչման աղբյուրը, նույնպես ունեցել են այն առանձնահատկությունը, որ ունեմ ես։ Օրինակ Անդրեա Բոչելին որպես աշխարհահռչակ տենոր, այն մարդը, ում անունը կրում է մեր դպրոցը, որտեղ որ ես ավարտել եմ, որովհետև Նիկողայոս Տիգրանյանը, լինելով բացի նրանից որպես հրաշալի նորարար կոմպոզիտոր, հանդիսացել է նաև բրայլյան համակարգի, այն համակարգը, որ օգտագործում են տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ, հանդիսացել է այդ համակարգի հայերեն տարբերակ ստեղծողը։ Կան նաև շատ գրականության մեջ հեղինակներ, որոնց խոսքերը որ ազդեցություն ունեցած կլինի երբևէ, ու չնայած մինչև հիմա նույնպես այդ ազդեցությունը կա, որովհետև մեկ-մեկ երբ որ իսկապես ընկճվում եմ, շատ կարևոր արժեք ունեցող, արդիականություն ունեցող խոսքեր են գալիս, որոնք որ էլի ոտքի են կանգնեցնում։ Մեզնից շատերը այնուամենայնիվ կարող են ընկնել դեպրեսիայի մեջ ամենաչնչին ու հիմար պատճառներով։ Եվ երբ մեր շրջապատում կան ուժեղ մարդկանց օրինակներ, մենք հասկանում ենք, որ որքան սխալ է դեպրեսիայի մեջ ընկնել եւ քո իսկ էմոցիաների մեջ թաթախվել մի բանի համար, որ դրա կարիք չկա։ Այ քեզ երբևէ դեպրեսիվ էմոցիաներ համակել են եւ եթե այո, ինչպես են դրանք դրսևորվել։ Իրականում, երբ որ ես ծանր իրավիճակում եմ հայտնվում հոգեբանական, ես շատ լուռ եմ եւ ինքնամփոփ երբեմն փորձում եմ ինքս հասկանալ, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ ինչպես չմատնվել դեպրեսիային, այսպես ասած, որովհետեւ իսկապես դա խանգարող երևույթ է նամանավանդ արտիստին, որ անընդհատ բեմում պիտի լինի հնարավորինս կայուն վիճակում, հնարավորինս հանգիստ վիճակում, որպեսզի ելույթը չտուժի, իսկ ելույթը կարող է արտիստի պարագայում տուժել ամեն ինչից, իր ունեցած տրամադրությունից, իր կարգավիճակից, իր պատրաստվածությունից եւ այլ տարբեր հանգամանքներից։ Ամենայն դեպս դեպրեսիան շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել արտիստի համար ու ես երբեմն ինքս ինձ հանդարտվում եմ դեպրեսիայից հետո, երբ որ օրինակ բեմի վրա արդեն ելույթ պիտի ունենամ, որովհետև ելույթ ունենալու մինչև ելույթ ունենալը ես արդեն ամեն ինչ կենտրոնացնում եմ ելույթի վրա։ Արդեն ամեն ինչ կենտրոնացնում եմ նրա վրա, որ հանդիսատեսը մաքսիմալ դրական լիցքեր ստանա ինձնից։ Արեգ, ըստ քեզ ով է ամենագեղեցիկ ձայնը աշխարհում։ Բարդ հարց է, բայց ես ինձ համար վերջերս բացահայտեցի, նորովին բացահայտեցի իտալացի երգիչներից Լուչանո Պավարոտին, իսկապես շատ եմ հավանում, որովհետև բացի նրանից, որ կա շատ հզոր դպրոց, որով որ, այսպես ասած, կրթվել է Պավարոտին, որպես երգիչ, որպես վոկալիստ, և իսկապես կա շատ գեղեցիկ էմոցիոնալ դաշտ իր երգերի մեջ, իր կատարած երգերի մեջ, համաշխարհային ստեղծագործությունների մեջ։ Այդ իսկ պատճառով իմ երևի թե ամենահավանած երգիչներից մեկն է։ Իսկ հայկական բեմից ում կնշես։ Ում ձայնն է քեզ համար անփոխարինելի։
մեր հայ երգիչներից իսկապես շատ եմ սիրում Ռուբեն Մաթեոսյանին, որովհետև կարելի է ասել էլի նույնը կասեմ, ինչ որ կասեմ Պավարոտի հետ կապված։ Շատ գեղեցիկ ձայն ունի, շատ ճիշտ ձայն ունի, երգելու ընթացքում չի փորձում ցույց տալ, որ նա ունի այդ ձայնը։ Պարզապես երգում է այն, ինչ որ երգի խոսքերը թելադրում են։ Արեք ժյուրիի անդամներից հայ սուպերստարի, ում հատկապես ավելի շատ սիրեցիր, ով էր ավելի շատ քեզ մոտ իր տեսակով։ Երբ որ նախագծին մասնակցում էի, նախագծի ընթացքում մենք այսպես ասած ունեցանք երկու մարզիչ, ի սկզբանե Անդրեն էր մեզ հետ աշխատում ժյուրիի անդամներից, իհարկե շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ աշխատանքի համար, մեզ հետ աշխատանքի համար։ Հետագայում Անդրեին փոխարինեց Սյուզաննան Մելքոնյանը ու ես այսպես հասկացա, որ ինձ շատ մոտ եւ էլի դժվարությունների միջով անցած մարդու եմ ես հանդիպել, ումից որ շատ լավ խորհուրդներ կստանամ։ Ավելի շուտ խորհուրդներ ստացա նախագծի ընթացքում եւ կարծում եմ, որ կշարունակվի դա։ Այ որն է եղել Սյուզաննայի ամենակարևոր խորհուրդը քեզ, որ քեզ մոտ տպավորվել է հենց։ Ամենակարևոր խորհուրդներից մեկը այն էր, որ հարկավոր չէ, այսպես ասած, ճչալ ձայնով, պիտի հոգու ճիչ լինի, այսինքն ներսից պիտի ամեն ինչ տեղի ունենա։ Դու պիտի զգաս, թե ինչ ես անում ու ինչի համար ես անում։ Ձայնով կարող են շատերը, իսկ հոգով դա մի փոքր ավելի դժվար է։ Իսկապես դժվար է ու դրան պիտի կարողանաս տիրապետել եւ հնարավորինս վարպետորեն անել այդ ամեն ինչը, որպեսզի բեմում շատ գեղեցիկ նայվի եւ հանդիսատեսին դուրեկան լինի։ Արեք, ինչպես ես պատկերացնում քո գործունեությունը։ Դու ակնկալում ես քեզ համար գրված երգեր, շրջագայություններ, համերգներ եւ այլն, թե պարզապես ինքդ պիտի կարծում ես ստեղծես դրանք։ Ինչպես է քո կարիերան ձևավորվելու ըստ քեզ։ Ուզում եմ ասել, որ բացի նոր երգերից, նոր տեսահոլովակներից, կա նաև մի ոլորտ երաժշտության մեջ, որ այս տարիների ընթացքում նույնպես շատ սիրել եմ։ Խոսքը դաշնամուրի մասին է եւ շատ մեծ հաճույքով եմ նվագում։ Ուզում եմ հետագայում չկորցնել դաշնակահարի հմտությունները եւ ընդհակառակը զարգացնել, որպեսզի դրանից նույնպես կարողանամ ավելի շատ էմոցիոնալ հաճույք ստանալ, որովհետև երբ որ նստած նվագում եմ, կամ երբեմն լինում էր, որ նախագծի մասնակիցներին ընդմիջումների ժամանակ նվագակցում էի մի փոքր եւ հասկանում էի, որ նվագակցելուց հետո շատ հանգիստ եմ զգում ինձ, շատ դրական լիցքեր են գալիս նվագելուց հետո։ Ու ուզում եմ, որ այդ հմտությունը հետագայում զարգացնեմ, ավելի շատ հանգիստ լինելու համար։ Այնուամենայնիվ, ինչ բաց ես դու լրացնելու հայկական շոու բիզնեսում, ըստ քեզ կա մի բան, որը ունի շտկման կարիք, մի բան, որի պակասը լրացնելու կարիք կա։ Կարծում եմ, որ կա, որովհետև ազատություն ստանալուց հետո, այսպես ասած, շատ բաներ, շատ գեղեցիկ երևույթ կորցրեցինք մենք։ Երևի թե ամեն դուրս եկող երկրորդ երգի բառերը շատ հասարակ են այն առումով, որ կարծես թե դրանք գրելու համար նախատեսված չեն, դրանք չունեն քաշ։ Ես կուզենայի, որ հայկական շոու բիզնեսը ավելի ծաղկի եւ կրկին վերադառնա այդ համն ու հոտը,
որը որ կար հին երգերի մեջ։ Ես դրա համար ավելի շատ հին հայկական երգերի կողմնակից եմ, ավելի ավանդական, դասական, ժողովրդական երաժշտության կողմնակից եմ, իսկ նոր երգերի առումով հենց դա է խնդիրը, որ չեմ կարողանում, ինձ այնտեղ չեմ կարողանում գտնել անկեղծ։ Իսկ եթե փորձենք վերլուծել օրինակ 2000-ականների հայկական փոփը, որը ըստիս ամենագեղեցիկ ժամանակաշրջանն է եղել հայկական երգի, որտեղ տեքստը նաև առաջին պլանում էր եւ կային որոշակի խորը բովանդակություն ունեցող երգեր նաև։ Այդ ժամանակաշրջանից կան երգեր, որ քեզ դուր են գալիս։ Շատ երգեր կան, որ 2000-ականներից թե ավելի մի փոքր վաղ ժամանակաշրջանից սիրում եմ, պարզապես դա զգացվում է, իսկապես զգացվում է, որ ինչ-որ բան մենք այսօր կորցրել ենք եւ շատ կուզենամ, որ ետ գա այդ ամենը երգի տեքստերի մեջ, որովհետեւ տեքստերի մեծ մասի հեղինակը հայկական շոու բիզնեսի Ավետ Բարսեղյանն է, ում դու տարիներ առաջ շատ ցանկանում էիր հանդիպել եւ ես կամ հաղորդման շրջանակներում հանդիպել եք։ Այ Ավետի հետ այս մտավախության մասին խոսել ես, թե նրա գրած տեքստերը այնուամենայնիվ շարունակում են մնալ խորը։ Անկեղծ կասեմ, գեղեցիկ են իր գրած տեքստերը։ Իսկապես գեղեցիկ են, շոյող են եւ ամենակարևորը դա շատերին հասնում է։ Ու փաստացի շատերն են լսում դա, բայց բացի նրանից, որ շատերն են լսում, դա մի փոքր այսպես իսկապես գեղեցկություն կա եւ շատ շոյող գեղեցիկ զգացմունքներ առաջացնող բառեր կան այդ երգերի մեջ։ Արեգ, ինչ տվեց քեզ հայ սուպերստարը։ Ամենակարևոր բանը, որ փոխեց քո ներսում։ Ամենակարևոր երևույթը, որ հայ սուպերստարից հետո ես հասկացա, դա այն է, որ մարդը չգիտի իր հնարավորությունների չափը։ Շատերը սովորաբար սովորելու ընթացքում, կրթություն ստանալու ընթացքում, կոնկրետ երաժշտական կրթության մասին կուզենամ ասել, շատերի դասախոսները, ուսուցիչները ասում են, որ դու սա ունես, դու սա ես կարող երգել։ Իրականում ես համաձայն չեմ դրա հետ։ Ճիշտ հնարավորինս կայուն եւ ժամանակի փորձությունը անցած դպրոց ունենալու դեպքում դու կերգես այն, ինչը որ դու ես ցանկանում, ինչը որ այսպես ասած սիրտդ է ցանկանում։ Մի խոսքով ես հասկացա, որ հնարավորությունների սահմանը դնում ենք մենք։ Դրանք իրականում կարող են շատ անսահման լինել, ինչպես որ երևի թե տիեզերքը։ Արեգ, ինչն է քեզ ամենաշատը կյանքում հուզում, որն է ամենակարևոր էմոցիոնալ կետերից մեկը։ Տես դու անընդհատ սենց գեղարվեստական, գրական, հեռուստատեսային պատասխաններ ես տալիս իմ բոլոր հարցերին, բայց այնուամենայնիվ ես վստահ եմ, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանալու քեզ ճանաչել մի փոքր ավելի լավ, ավելի շոշափելի դարձնել քո կերպարը։ Այ ինչն է քեզ ամենաշատը այս կյանքում հուզում։ Շատ կարևոր երևույթ կա, ու այդ ամենակարևոր երևույթներից մեկը այն է, որ դու թե այսօր թե վաղը մնաս այդ նույն դուն, այսպես ասած, որը որ կաս, որը որ ծնվել ես, որովհետև եթե վաղը ինչ-որ բան փոխվի, ուրեմն արդեն փոխվում է դուն, արդեն դուն չի դառնում, դուն չի մնում։ Շատ կարևոր է, որ մնաս իսկապես այն մարդը, որը որ օրինակ մինչև նախագծին մասնակցելներ ու մնաս այն մարդը, որ նախագծի հաղթելուց հետո է, այսպես ասած։
Ես վստահ եմ, որ դա հենց այդպես էլ կլինի։ Շատ շնորհակալ եմ քեզ ժամանակ գտնելու։ Գիտեմ, որ րոպեներ հետո պիտի շտապեք օդանավական վերադառնալու Հայաստան։ Ես եմ շատ շնորհակալ հրավիրելու համար, իսկապես շատ կարևոր տեղեկություն կհասնի մեր հասարակությանը այս հարցազրույցից հետո կարծում եմ։ Մենք Elize House ռեստորանում ենք, իմ կողքին կրկին Արմինեն է, General Manager-ը, ով մեր բոլոր հարցերին տալիս է հստակ պատասխաններ։ Արմինե ջան, ինչու են մարդիկ այսքան շատ նախընտրում հենց Elize House-ը։ Տեսեք, նախընտրում են եւ երբ անձրև է լինում, գալիս ենք այստեղ խաշտելու, տեղ չի լինում։ Երբ պետքա ընկերներով հավաքվեն մարդիկ, էլի, երբ գալիս ես, նախապես ամրագրած չես լինում, հնարավոր չի լինում գրեթե միշտ առանձնանալ։ Էլ այս փադիոյի եւ բացօթյա հատվածի մասին չասեմ, որ բոլորի սիրելին է։ Այ ինչու՞մն է գաղտնիքը։ Ասեմ Մահեր ջան, գաղտնիքը նախ առաջինը ջերմընդունելությունն է։ Երկրորդը տալիս ենք մեր ամենաբծախնդիր հաճախորդներին այն ամենը, որ իրենք սենց բավարարված դրական լիցքերով տուն են գնում, համեղ ուտելիքներն է։ Եվ իհարկե ամենակարևորը լավ սպասարկումն է։ Ես օրինակ տանել չեմ կարողանում, երբ խորովածը պարացնելով են բերում եւ այլն, բայց ստեղ պետք է անկեղծ լինեմ, առաջին անգամ այդ մթնոլորտը ինձ շատ դուր է եկել եւ դա ոչ թե արվում է ինչ որ կեղծավորությամբ կամ ինչ որ քաղաքենիությամբ, այլ հակառակը դա արվում է այսպես սրտից եկած տրամադրությամբ, որը անմիջապես փոխացվում է նաեւ այն մարդկանց, որ չեն սիրում նման բաներ։ Ես ինքս նկարել ու տեղադրել էի համացանցում, թեև այդ ժամանակ չէինք էլ համագործակցում։ Կպատմեք, թե ինչպես է այսքան լավ մթնոլորտ աշխատակազմի մոտ նաև։ Ասեմ Մահեր ջան, նախ այդ խորոված պարացնելը, այն որ հայկական համով են, որ հարսանիքներին ուզում ենք այդ ուրախությունը, այդ վայբը փոխանցենք մեր հաճախորդներին ու հավատացեք բոլորը ուրախ, ոգևորված, անգամ դուրս են գալիս, պարում են, մարդիկ կան, որ ես չեմ պարելու, բայց տենց մարդ չկա, բոլորին պարացնում ենք, ուրախացնում ենք, դրական լիցքերով ճանապարհում ենք տուն։ Այնպես որ ձեր բոլոր հավաքույթները լինեն դրանք ընկերական, ընտանեկան, բարեկամների հետ, թե պարզապես սիրելիի հետ, օրինակ կարող եք հաճախել, կարող եք այցելել հենց այս ռեստորանային համալիրը, որը ձեզ արդեն հայտնի է նաև նախկինում Old Gyumri անվանմամբ, այսօր Elize House այդպես է կոչվում, եւ մարդիկ ովքեր երկար տարիներ այստեղ ապրում են, գիտեն, որ այստեղ ամենահամով խոհանոցն է, բայց ավելացել է նաև ժամանակակից մոտեցում եւ որ ամենակարևորն է լավ սպասարկում, այցելեք Elize House։ Արչևում Thanksgiving-ի տոներն են, իսկ մենք գտնվում ենք մեր գեղեցիկ գործընկերոջ Gravel խանութ սրահում։ Այն գտնվում է Brent պողոտայի վրա եւ լավագույն ու գեղեցիկ ծաղկե խանութներից է Glendale-ում։ Պետք է նշենք, որ Gravel-ը առանձնանում է յուրահատուկ ճաշակով, իր ծաղիկների թարմությամբ եւ մեկ կարևոր հանգամանքով եւս։ Միայն ու միայն Gravel-ում կարող եք գտնել ծաղկե փնջեր, որոնք կարող են մնալ ավելի քան 1 տարի, որը ծաղիկների ոլորտում համարվում է իսկական սենսացիա։ Իսկ այս պահին տեսնում եք գեղեցիկ դեկորացիաներ համապատասխան աշնանային գույներով, որոնք բնորոշ են Միացյալ Նահանգներում հատկապես Thanksgiving-ի տոնին։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր բիզնեսը կամ ձեր տունը եւ ձեր շրջապատը այսքան գեղեցիկ լինի այս տոնի կապակցությամբ, ապա Gravel-ի աշխատակիցները հաստատ կգտնեն գեղեցիկ լուծումներ։ Այս մասում ծաղկե փնջերն են, որոնք արդեն պատրաստ են եւ դուք կարող եք ձեռք բերել, դրանք թարմ ծաղիկներից են եւ գեղեցիկ ու զուսպ դիզայնով։ Եվ իհարկե կուզեի ձեզ առանձնահատուկ պատմել նաև այստեղ ծաղկե փնջերի փաթեթավորման մասին, որոնք եւս յուրահատուկ են եւ առանձնանում են իրենց տեսակներով։ Այնպես որ այցելելով Gravel հաստատ կգտնեք ձեր սիրելի կամ ձեզ համար լավագույն տարբերակը։ Մենք այդպես ենք անում։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. Annex Motors. Good vibes all the way.
Թե ինչ շարունակեք մեկնաբանել, տարածել տեսանյութը, շնորհակալություն, որ շարունակում եք նաև բաժանորդագրվել ալիքին։ Հուսանք, որ այս հարցազրույցը եւս ջերմացրեց ձեր սրտերը եւ մի կարեւոր բան գոնե փոխեց մարդկանց մեջ։ Լավ եղեք, առայժմ։ The story you're about to hear is true.